Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 14։ Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, և քիչ տարիք են պահված բռնավորի համար։ Հոբ 15-րդ գլուխ 20-րդ խոսք։ Չար մարդն այն է, ով իր գլխավոր բավարարվածությունը դնում է երկրի վրա, ով արարչությունն ավելի է սիրում, քան Աստծուն, և մարմնական բարգավաճումը երկնային երանությունից վեր է դասում։ Նա հակված է մարմնի բաներին, սակայն ոչ ըմբռնում է, ոչ էլ ճաշակում հոգու բաները։ Թեպետ իր բերանով խոստովանում է, թե երկինքը երկրից առավել է, սակայն իր սրտում այդպես չի արժեքավորում այն։ Եթե կարողանար վստահ լինել երկրային կյանքի վրա, նա կթողներ երկինքը և նախընտրելի կհամարեր այստեղ մնալը, քան այնտեղ փոխադրվելը։ Կատարյալ սրբության կյանքը, Աստծո առաջ ապրած և հավիտյան երկնքում նրա սիրո ու փառքի մեջ լինելը, նրա սրտում այնպիսի հաճություն չի գտնում, ինչպիսին այստեղ երկրի վրա առողջության, հարստության և պատվի կյանքն է։ Եվ թեև նա կեղծորեն խոստովանում է, թե Աստծուն ամեն ինչից վեր է սիրում, իրականում երբեք իր ներսում չի զգացել աստվածային սիրո զորությունը, այլ նրա միտքը ավելի շուտ ուղղված է աշխարհին կամ մարմնական հաճույքներին, քան Աստծուն։ Ամփոփելով, ով երկիրը երկնքից վեր է սիրում, և մարմնական բարգավաճումը Աստծուց առավել, նա չար և դարձի չեկած մարդ է։ Իսկ վերածնված մարդը լուսավորվում է Աստծո գեղեցկությունը զանազանելու համար և այնքան լցված է հավատքով առ Աստված, որ իր սիրտը գերված է նրանով և կենտրոնացած է նրա վրա ավելի շատ, քան այս աշխարհում եղած որևէ բանի վրա։ Նա նախընտրում է տեսնել Աստծո երեսը և ապրել նրա հավերժական սիրով ու գովասանքով, քան ունենալ աշխարհի բոլոր հարստություններն ու հաճույքները։ Նա տեսնում է, որ մնացած ամեն ինչ ունայնություն է, և միայն Աստված կարող է լցնել նրա հոգին։ Ուստի, թողնելով աշխարհն իր ընթացքով, նա իր գանձերն ու հույսերը երկնքում է կուտակում և պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, ինչ երկրում է։